Ողջույն սիրելի բարեկամներ, ձեզ հետ ռադար զրույցն է և մեր այսօրվա հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Մասկ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Նախ շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Աղազարյան, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ և 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց արդյունքները, 3 քաղաքական ուժ է անցել, ինչպես գիտեք։ Այս պատկերը ձեզ համար արդյոք սպասելի էր։ Ընդհանուր առմամբ մոտիկ է այն տարբերակի, որ մտածում ենք հավանական տարբերակին, բայց մի քիչ անսպասելի էր հանգուցալուծումը, չգիտեմ արդեն ավարտված է թե չէ, դատական կարգով կարող է բողոքարկեն, թե չէ, ես դա չգիտեմ, լավ, կապված Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան ուժին, այսպես կոչված կներեք բարի համար մանդատազրկելու հետ, ասենք եսի անսպասելի չէր, ավելի ճիշտ, այլ ձևերով կարելի է դա իրականացնել, որ ասենք այս տարբերակով մի քիչ դժվար է պատկերացնել, բայց դե բանա, սա իմ համար անընդունելի իրավիճակ է։ Ինչու եղավ դա, ըստ ձեզ, ինչով էր Բարգավաճը խանգարում էր, թե այնուամենայնիվ ինչ խնդիր կար։ Խնդիրը այն 64 մանդատ ունենալու հարցն էր, գոնե մինիմալ 64 մանդատ ունենալու հարցը, որովհետև եթե կառավարող ուժը չի ունենում 64 մանդատ, այսինքն 3/5 ընդհանուր պատգամավորների թվի, ապա դա կան օրենքներ, սահմանադրական օրենքներ կան բավականին, այդ օրենքները չի կարող միանձնյա ընդունել, եւ կան նաեւ նշանակումներ, բավականին լուրջ պաշտոններ, դատախազ, դատավորներ եւ այլ, որոնք նույնպես 3/5 մեծամասնություն են պահանջում, ես չէին կարող միանձնյա ընդունել։ Այստեղ արդեն գալիս է ուրիշ հարց։ Այստեղ արդեն գալիս է այն հարցը, որ հենց պարլամենտական համակարգի առավելությունը կայանում է դրանում, որ պարտադիր չի, որ միանձնյա կարողանան այդ որոշումները կայացնեն։ Թող այդ որոշումները կայացնելու համար, այդ օրենք հասկացնելու համար, այս կամ այն պաշտոնի նշանակելու համար, կներեք բառից համար, մտնեն բազարի մեջ ընդդիմադիր ուժերի հետ։ Որովհետև իշխանությունը կազմված է կառավարող ուժից եւ ընդդիմադիր խորհրդարանում արդեն ժողովուրդն է ձևավորել։ Իսկ հաջողվել օրինակ բանակցություններ զուտ հաշվի առնելով նաեւ այն նախընտրական ռետորաբանությունը, որ իշխանության ու ընդդիմության մեջ կար, այսինքն մի տեսակ շատ անտագոնիստական ու ծայրահեղ բևեռացված բան եղավ քարոզարշավը։ Նախընտրական այդ ռետորաբանությունը, որը առաջացավ նաեւ վարչապետի նախաձեռնությամբ, ես շատ սարսափելի բան չեմ համարում։ Դա սովորական, ասենք, սպորտային միջոցառումների ժամանակ էլ ասենք հակառակորդ իրարից ոնց են խոսում բանը, բայց վերջում պատահում են բան անում։ Ես խոսքը չի վերաբերում ընտրակաշարքի հետ, ընտրակաշարք տվողին, ընտրակաշարք տվողի համար պետական դավաճանը, ընտրակաշարք վստահողի համար պետական դավաճանը, դա մասին ես չեմ խոսում։ Այդ հռետորաբանությունը ինքը նույնպես որ վարչապետը բաներ է, այսպես կոչված օրակարգներ է եւ դիմադիր գործիչներ այս կամ այն կերպ արձագանքում էին։ Այդքան սարսափելի չէր։ Ես մինչև մի հատ բաներ չի եղել, որ այլ բան է, որ դա օգտագործում է Նիկոլ Փաշինյանը եւ կամ օգտագործի հետագայում, բայց դասական պարլամենտական համակարգը դարձնել տոտալիտար համակարգ, դա անթույլատրելի է։ Իսկ պարոն Աղազարյան, ըստ ձեզ կգնան հետընտրական զարգացումներին, նույն թեկուզ Բարգավաճ Հայաստանի գլխավորությամբ, քանի որ իրենք չանցան խորհրդարան, հետընտրական զարգացումների ականատեսներ։ Չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքների հետ կապված հետընտրական զարգացումներ կլինեն, բայց կարող է այդ զարգացումները լինեն որոշակի, այսպես կոչված քաղաքական անցքերի հետ կապված, մասնավորապես անկլավների հետ կապված հարցերը, մասնավորապես սահմանադրության հետ կապված հարցը, Աստվածաշնչի փախստականների, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ կապված հարցերը այդ ժամանակ կարող է պատահի ինչ-որ զարգացումներ լինեն, որովհետև ես շատ մարդկանց եմ ճանաչում իմ շրջապատից, մոտիկ մարդիկ են, որոնք ձայն են տվել քաղաքացիական պայմանագրին, բայց երբ որ ես իրաց հետ զրուցել եմ անհատական, ասենք, գերական միջավայրում զրուցել եմ եւ ասում եի, որ եթե դու վստահ լինես, որ վաղը միսուրը այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը օրակարգային դառնալու քննարկվելու եւ մեր օգին համաձայնվելու քվեարկել ԿՊ-ին, ասում են ոչ։ Հետեւաբար այստեղ կար այդ զարգացումները առաջանալ, որտեղ սենց թենես Նիկոլ Փաշինյանը
ավելի քան երբևէ անկեղծ է ժողովրդի հետ եւ սահմանադրություն եւ հրճակագիր եւ այլ լիքը բաներ անկլավներ եւ այլ բաներ եւ ինքը ակնկալում էր սահմանադրական մեծամասնություն որպես այդ հարցերը լուծել ժողովուրդը չի տվել այդ հնարավորությունները արդեն չի տվել 2/3 չի տվել հետեւաբար ԿՊ-ի ձայներն 50%-ը չեն հաղթահարել հետեւաբար հասարակությունը այդ իմաստով բանը երկու մասի է բաղկացած հիմա որը մասն է ճիշտը չես կարող ասես թե որ չհասեք երկու հակառակ բևեռներ որովհետև այն մասները մտածում պետության մասին այս մասն է մտածում պետության մասին ամեն իր պատկերացում ունի հիմա այս զարգացումից կարող առաջանան այստեղից այնտեղ մարդիկ գնան ինդիկատորներ քաղաքացիներ իրենց տրամադրություններով կամ այնտեղից այստեղ գան այդ ժամանակ այդ զարգացումները հնարավոր է հետընտրական զարգացումների ընտրությունների արդյունքների հետ կապված ես չեմ տեսնում որովհետև կա հետընտրական զարգացումներ որ ես չեմ տեսնում որովհետև միջև այսօր հələ չկարողացա կամ ես չեմ հանդիպել որ ասենք դիմությունը բացի այդ 100 200 300 ձայների մասին չի խոսքը կամ 2000 խոսքը չի գնում Բարգավաճ Հայաստանի ձայների մասին որովհետև դա որոշիչ չէին ես չեմ տեսել ասենք արձանագ չէ որ արձանագրությունները բոլորը վերցրել են տեղամասի ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ասենք դիմությունը ներկայացրել ասեք տեսեք ըստ մեր թվականության Էսա պատկերը, որը էապես տարբերվում է իշխանությունների կամ կենտրոնական տնտեսական հանձնաժողովի ներկայացած տարբերակից։ Դե մանրի չեմ տեսել, հետեւաբար ես զգում եմ, որ չկա այդ մտնոլորտը։ Ուղղակի 6 ընդդիմադիր ուժ նաև հայտարարություն տարածեցին, միասնական հայտարարություն 3 տարածել էին, պնդելով, որ ընտրությունները կեղծվել են։ Երևի տեսել եք այդ հայտարարությունը, ծանոթ եք։ Ես էլի առանձնացնենք Գագիկ Ծառուկյանի դեպքը, ապա ես չեմ կարող պնդել, որ ընտրությունները կեղծվել են, ես կարող եմ պնդել, որ ընտրությունները անցել են անհավասար, անարդար պայմաններում ճնշումների, տոտալ ճնշումների պայման։ Էդի կարող եմ ասեմ, դա այդ ձևակերպան հետ համաձայն եմ։ Այդ ինչ քաղաքական հետևանք ունենա, կամ ես ինչ մասնակցություն կունենամ իմ համեստանձով, դա ուրիշ հարց է։ Բայց Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեպքը արտառոց է արդեն։ Լուրջ վնասում է լեգիտիմությանը, շատ լուրջ է վնասում լեգիտիմությանը։ Ընդ որում հետաքրքիր այն է, որ կարող է վերակերպություններ դնեին եւ էլի չհաղթահարել։ Բայց այդ 3 մանդատ իրենց համար շատ կարևոր է։ Այստեղ արդեն խնդիրն առաջանում ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության մանդատների թիվը 52-ից դառնավ 55 կամ 55-ից 58, որը որակական այսպես կոչված վիճակի չէր հասցնում, այլ 61-ից դառնում է 64, որը մի որակից դառնում է մի ուրիշ որակ։ Այսինքն 3/5-րդն է լինում պատգամավորների ընդհանուր թիվը, թվի եւ հետեւաբար կարա այդտեղ ասենք մի քիչ ավելի ազատ լինի։ Իսկ սահմանադրական դատարան դիմելը ինչ է կարծում հնարավոր են, թեկուզ նաև այդ 3 ընտրատեղամասում, որտեղ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին, այդտեղ վերաքվեարկության հասնեն կամ սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները ինչ որ ճանաչի անվավեր հնարավոր է նման բան, որովհետև օրինակ սահմանադրական դատարան դիմելու մասին դերևս Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն է հստակ հայտարարել, որ գնում են այդ ճանապարհով Բարգավաճը դեռ հստակ բան չի ասել, բայց ենթադրվում է սահմանադրական դատարանը կփոխի ինչ որ բան։ Իմ կարծիքով, եթե չգտնեն անպայման, սահմանադրական դատարանը պետք է վերականգնի սահմանադրական արդարադատությունը եւ արդարությունը։ Պետք է վերականգնություն անպայման տեղի ունենա, որպեսզի Գոնե 3-ում նկատի ունեք, թե ընդհանուր։ 3-ում։ Չէ, եթե ազդում ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, ուրեմն ընդհանուր, բայց ես չեմ տեսնում այդ եթե այդ 3-ում անցկացնելով այդ խնդիրը լուծվում է, որովհետև տեսեք կարող է պատահի 10000 ձայն կեղծվի, այս կամ այն կերպ 10000 ձայն կեղծվի, բայց այդ կեղծված լինելու հանգամանքը որևէ կերպ մանդատների ձևով որևէ մեկի վրա չազդի։ Բայց կարող է պատահի 20 ձայն կեղծվի, 54 ձայն կոնկրետ ասենք կեղծվի, եւ դա ազդի։ Հիմա տեսեք, մեխանիկորեն չասենք, որ կեղծել են, հատուկ են կեղծել, ենթադրենք, թե իշխանական, ասենք, լծակներ ունենալով։ Կարող է սխալա տեղ ունեցել, կարող է, բայց եթե սխալը որակական վիճակ է փոխում, ապա այն պետք է առաջ մնա, դա նկատմամբ պետք է կիրառվի իրավական գործիքակազմ, որպեսզի ճշտվի։
արդյոք այդ մեխանիկական սխալի հետևանքեր չէ, թե ինչ-որ բանի հետևանքեր, որովհետև նորից եմ ասում, գոյական վիճակ փոխելու դեպքում պարտադիր է, որ մենք այդ գնահատականներ ունենանք։ Դա համար, որպեսզի ես օրինակ ուշ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին երբեք իմ հարցազրույցներում, իմ խոսությունում չեմ համարել Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ընդունել որպես մեր երկրի ղեկավար։ Ոչ մի վիրավորական խոսք ոչ ասել, ոչ բան։ Եթե իրերի այս վիճակը մնաց եւ վերաքվեակություն տեղի չունեցավ եւ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված վերարտադրվեց, ես իրեն չեմ համարելու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ասում Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Հասկանալի։ Ուղղակի օրինակ տեսեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քիչ առաջ հաղորդագրություններ տարածել, բարձաբանելով ինչու վերաքվեարկություն չեն նշանակել այդ 3 ընտրատեղամասերում, երևի ծանոթ եք ու հիմնական պնդումը, առանցքային պնդումն այն է, որ արդեն երբ որ ընտրությունները կայացել են, որևէ մեկի համար պարզ չէր ով կանցնի կամ ով չի անցնի, ում անցնելի, ինչից, քանից այնից է կախված, բայց հիմա երբ որ հստակ է առնվազն մեկ քաղաքական ուժի անցնելու համար քանից այն է, հնարավոր է այդ 3 տեղամասում վերաքվեարկության արդյունքը որակապես այլ պատկերի բերի, այսինքն կանխորոշված պատկերի ականատես լինենք։ Հիմնավոր է կարծում եք այդ։ Տեսեք, բնականաբար ոչ մի կենտրոնական հանձնաժողովը, ոչ էլ աշխարհի ամենաբռնապետական պետության կենտրոնական հանձնաժողովը ցես չի նայելու հերոստատիտողին ու ասի լավ ենք արել, այտենց ենք արել։ Պետք է հիմնավորումից բերի։ Ես տանոց եմ այդ կենտրոնական հանձնաժողովի հիմնավորումներին, այնպես չի որ մեջը տրամաբանություն բացակայում է իսպար։ Կա տրամաբանություն, բայց անհամեմատելի են։ Անհամեմատելի այդ հիմնավորումները այն իրողության հետ, որ մենք ունենք։ Քաղաքական ուժը անցնում է խորհրդարան եւ չի անցնում խորհրդարան։ Եվ նայեք, ոնց է տեղի ունեցել, փաստորեն քվեարկության արդյունքներով հարավոր չէր ամավեր չէր ճանաչվել այդ 2-3 հանձնաժողովներում, քվեարկության այդ արդյունքներով Բարգավաճ Հայաստանը մի քանի տարի պակասում, որպեսզի անցնել եւ հետեւաբար իրանք բողոքարկեցին մեր գոտեղ, որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Հա, Կարապատեի թեման ամավեր եք ճանաչում, իրանք մի քանի ուրիշ տեղ էլ բողոքարկեին, ենթադրենք, կամ հաշվարկը պահանջեին, բայց իրանք իրավունքներն էլ ոտնահարվել։ Արդարադատությունը քաղաքական այսպես արդարադատությունը շատ լուրջ վնասված է, այսպես պետք է մի բան անել անպայման։ Պարոն Աղազարյան, իսկ ընդդիմությունը ինչ է կարծում ճիշտ կանի, եթե գնա խորհրդարան, նու արդեն երբ որ ամեն ինչը ավարտվի, ճիշտ կանի, վերցնի մանդատները թե ոչ։ Գիտեք, հիմա քաղաքական քննարկող այդ հարցերից մեկն է, ասում են կողմ կա, որ ասում է եկեք բոյկոտեք, ընդհանրապես մանդատները մի վերցրեք, մի գնացեք եւ այլն, որն է ճիշտը ձեզ։ Եթե Բարգավաճ Հայաստանը հաղթահարած լիներ Հանցողիկ Շեմը, ապա ես երկու տարբերակ էի դիտարկում այդ դեպքում, որ եթե ուժեղ Հայաստանի ղեկավարությունը վստահ է իր падգամավորների կայունության վրա, ապա այո, ճիշտ է խորհրդարան գնալն է, վերցնելն է եւ աշխատել, որովհետեւ ընդդիմությունն է իշխանության մաս։ Այն վիճակը, որ մենք այսօր ունենք, ասենք Բարգավաճ Հայաստանը չի հատում Հանցողիկ Շեմը, միանշանակ պետք է մանդատները չվերցնեն։ Դուք կոչ կանեիք նույն ուժեղ Հայաստանին ու Քոչարյանի գլխավորած Հայաստան Դաշինքին, որ ես չունեմ այդ քաղաքական քաշը, այդ քաղաքական ազդեցությունը, որ կոչով դիմեմ միլիարդատերերին։ Իրանք թողորոշեն։ Իդեպ չեք փոշմանել, որ չեք մասնակցել ընտրություններին։ Վերջին պահին հրաժարվեց։ Հա, չէ, չենք փոշմանել, գիտեք ինչ, որտեղ հաշվարկներ արեցինք, մենք ասենք շփվում ենք մեր նաև համակիրների հետ, եւ մենք զգում ենք, որ դժվարություններ կա, ասենք այդ իմաստով եւ նաեւ հետեւաբար կառաջանալ փոշիացման շատ լուրջ վտանգ։ Եվ քանի որ պարոն Ասլանյանը եւ ես մենք հենց մեր առաջի համաժողովում հայտարարել ենք, որ մենք ամեն ինչ անել ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, մեր համես հնարավորությունները, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի որպես վարչապետ, եւ պատկերացնում ենք հավաքենք 3 համոզնույն, ասենք Գագիկ Ծառուկյանի չափ ձայն հավաքենք, ենթադրենք, էլի, հավաքենք եւ չանցնեինք եւ այդ ձայների ճնշող մեծամասնությունը գնալ քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյանը, ասենք դուրս կգար, որ մենք ոչ թե արեցինք ամենից որպեսզի չվերարտադրվի, ամեն ինչ արեցինք որպեսզի վերարտադրվի։ Նաև այդ պատճառով գտանք որ ավելի լավ չմասնակցենք։ Իսկ Էդմոն Մարուկյանը, կներեք, հետո մենք մի հատ ուրիշ, չէ՞ որ մենք մի հատ ճանապարհային քարտեզով ենք հանդես եկել դիմացի դաշտը համախմբելու համար, եւ երբ որ մենք չենք մասնակցում, մենք ավելի ազատ ենք մեր դիրքորոշումը հայտնելու, որովհետեւ այսպես թե այնպես շատերի մոտ տպավորություն ալամնում է, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք։ Ասենք որ մենք դուրս գանք, որպեսզի անհանգստություններ չլինի, փորձենք այդ ծրագիրը իր կյանքի կոչենք։ Ցավոք շատ չհաջողվեց։ Պրովոկացիոն կհնչի հարցից, բայց հիմա պրոյեկտն եք թե չէ։
Ում պրոյեկտն եք, եթե Նիկոլ Փաշինյանն չէ։ Ոչ մեկի, մենք բան չենք ներկայացնում, ոչ մեկի պրոյեկտերն ենք։ Պարոն Աղազարյան, Էդմոն Մարուկյանը ձեր վարչապետի թեկնածուն էր, երբ որ իմպիչմենտի նախաձեռնությամբ խորհրդարանում հանդես եկաք, բայց նաև նրան կարծես թե չսատարեցիք այս ընտրություններում։ Հարաբերություններ պահպանվում են իր հետ թե ոչ։ Շատ լավ հարաբերություններ ունենք։ Էդմոն Մարուկյանի տեսակետը ընդդիմության համախմբման եւ մեր տեսակետը ընդդիմության համախմբման տարբերվում էին, շատ չէ, բայց տարբերվում էին։ Դա չստացվեց ընդհանուր հայտարարի գալ, հիմա շատ լավ հարաբերություններ մենք բացահայտ որևէ մեկին չենք աջակցել, ասենք որովհետեւ հարմար չէին գտնում էլի այդ իմաստով։ Բայց իդեպ Մարուկյանն այս վերջին ընթացքում հայտնվել է Սերժ Սարգսյանի շրջապատի թիրախում տեսել եք անընդհատ քննադատում են նույնիսկ Քոչարյանի օգտին աշխատելու մեջ են մեղադրում արտարացի են թե չէ։ Ինչ որ ասում են, պարոն Մարուկյանի հետ կապված, բանը անհիմն է։ Իշխանով ճանաչում են պարոն Մարուկյանին։ Եվ այսպիսի մի հարց, պարոն Աղազարյան, խորհրդարանական ընտրություններից արդեն 1 շաբաթ է անցել, այսօր երեկ էլ ամփոփվել են արդյունքները։ Աշխարհի տարբեր երկրներից եղան շնորհավորական ուղերձներ, Ռուսաստանը շարունակում է լռել։ Ինչու՞։ Նաև ընտրախախտումների մասին ակնարկները գիտեք, Պեսկովի միջոցով, Սախարովի միջոցով, ինչու է Ռուսաստանը շարունակում։ Դա գիտեք ինչ կա, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այս մեթոդներին չէր կարող գնալ, եւ ընդական գործընթացների ընթացքում եւ քվեարկությունների հաշվարկի գիշերը ժամը 2-ին, եթե չունենար Եվրոպայի, Տրամպի, այսպես կոչված անվերապահ աջակցությունը։ Սա եւս մի արգումենտ է, որ Հայաստանը փոխել է իր քաղաքական փոխում է իր քաղաքական վեկտորը դեպի, ասենք, Եվրոպա։ Այս հանգամանքը Ռուսաստանի համար խնդրահարույց է։ Ռուսաստանը պատկերավոր մի բան եմ անում, էլի ուռճացնում եմ։ Ռուսաստանը ասում է սիրելի Նիկոլ Փաշինյան, հարգելի հայ ժողովուրդ, մենք գրենք արդեն իրական պատերազմի մեջ ենք Եվրոպայի հետ։ Կարող պատահի մեր ուժերը հնարավորություն չտա մենք պաշտպանվենք եւ հետեւաբար մենք կարող պատահի կիրառենք ատոմային զենք մի երկրագծի մի քանի մասերում շատ հավանական է նաեւ որ ձեր կողմերում մենք իմանանք այդ ատոմային ռումբը որտեղ գցենք որ դե շատ չվնասենք հիմա հետեւաբար եթե այդ իրավիճակն է, եթե ավելի ադամեջը հստակեցվում, դրա համար իրանք մտածելու բան ունեն, շնորհավոր, եթե չշնորհավոր, կամ ճանաչել, թե չճանաչել դրսի արդյունքները, ես կարծում եմ, որ եթե Սահմանադրական դատարանը որոշում չկայացնի, որ վերաքվեարկությունների ներողություն, ապա երևի թե չշնորհավոր են։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է Պուտինի ընկերն է, մենք շփվում ենք Ռուսաստանի գերտերություն է, հարգանքով ենք վերաբերվում, նաև վերջերս ասաց, որ իրենք կփորձեն համոզել Ռուսաստանին, որ խախտումներ չեն կարել եւ այլն, գիտեք այդ հայտարարությունները, այնուամենայնիվ այդ իրավիճակում կողմ համոզելը կամ ստանալը։ Ես կարծում եմ, ինչ որ բան արդեն կոտրվել է, արդեն ինչ որ բան կոտրվել է, դժվար կլինի շատ։ Որովհետև այդ խոսակցությունը միշտ Նիկոլ Փաշինյանը արել է, հիմա արդեն չեն վստահում իրեն, անկեղծությանը չեն վստահում, որովհետև Եվրոպայի այդ բաները շատ ախորանում, իսկ Եվրոպայի նպատակը որն է, Եվրոպայի նպատակը ոչ թե տարածաշրջանում կամ ոչ միայն խաղաղություն հաստատելն է, այլ նաև Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելը եւ Իրան Իսլամական Հանրապետության համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելն է։ Դա իրանց ծրագիրը, դա թափածիկ այնքան ակնհայտ է, որ էլ չասած։ Եվ հետեւաբար չեմ շատ դժվար կլինի Նիկոլ Փաշինյանին, որ այսպես կոչված այնպիսի բան ներկայացնի, որ ռուսական կողմը գտնի, որ կարա շարունակի աշխատանքը։ Բայց մենք մտնում ենք յատոմի մաս ենք այնուամենայնիվ մնում շարունակում մնալ առայժմ։ Դե հա, յատոմի մաս ենք։ Եվ դուրս գալու մասին որևէ մեկը կարծես չի ակնարկում։ Չի ակնարկում, բայց Պուտինը ասում է, սիրելի հայ ժողովուրդ, մենք մտածում ենք, թե 5 տարի հետո մենք Իրան ունենալու ենք, մեր շուկաներում հայկական Սոյնավան գյուղի Իրան ունենալու ենք, թե չենք ունենալու։ Մենք պիտի այսօր մտածենք մեր քաղաքացիների մասին, ոչ թե 5 տարուց մի օր պակաս։ Հետևաբար կողմնորոշվենք, դուք արեք ձեր հանդակվել, որ այդ ուղղությունը եք ընտրում եք, մերը կարգին նորմալ բաժանվենք, էլի ոսոր ասում են։ Դա կբաժանվենք, կարծում եք, կհասնի բաժանության։
Եթե դեպքերս են զարգանում, կհասնի բաժանության, կհասնի ռուսական 102 բազայի դուրս բերման, հետո սա դամերը նախադրյալ է ստեղծվում։ Դե որ դու մեծ Իրանը չես ընդունում, մեկ էլ ասում եք 102 բազան ստեղծի հանի տար, որ տենց է։ Այդ բանը նախադրյալն է ստեղծում է, լավ է, ես գտնում որ վատ է դա, որովհետև ես տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից եմ։ Տեսեք, մեր մոտ շատ հետաքրքիր հոգեբանություն կա։ Մենք ասում ենք Տրամպը գնաց բանին Մադուրային վեսես տարավ, որտեղ եկավ Հարավսլավյան ռմբակոծեց, Տրամպը չէ, շուտ էր, ավելի վաղ էր։ Հարավսլավյան ռմբակոծեց, բանտի դեպետություն է իր շահով առաջնորդվում, Ֆրանսիան դեպետություն է իր շահով առաջնորդվում, բայց Ռուսաստանը պետք է առաջնորդվի մենակ մեր շահով։ Դες չի նո, Ռուսաստանը իր շահով առաջնորդվում։ Դու պետք է ցես բռնես քո շահը, որի հետ է ավելի մեծ ընդհանրություն եւ կայուն բազմատային ընդհանրություն ունի, որ եթե ղեկավարներն էլ նույնիսկ լինեն քո ճշտամական պետության քաղաքացի ինչ-որ իմաստով չկարողանան այդ բազմատային հիմքը խարխլեն։ Էպի դու էդի ջոգես։ Հիմա նայենք նա պատմությանը նայենք պատմությանը։ Ես Ես չի որ խանդավառված եմ էլի, ասենք ռուսական պետության քաղաքականությամբ եւ ամեն ինչով, բայց նայենք պատմությանը։ Հայերն ապրել են Բյուզանդիայի դիրապետության տակ, արաբների, մոնղոլների, թուրքերի, պարսիկների, Ռուսաստանի դիրապետության տակ եղած հողերի մի հատվածի վրա մենք ունենք այսօր պետականություն։ Պարոն Աղազարյան, ու վերջի մասը ավելի շատ նաև ցես անդրադառնանք, շուտով կավարտվի այս խորհրդային լիազորությունները։ Դրանից հետո ինչ եք անելու։ Սովորական հատուկ որևէ բան չեմ պլանավորել, ինչ վերաբերում քաղաքականությանը, եթե քաղաքականությանը վերաբերում, ապա կերևա գործերի դեպքերի զարգացում, իսկ կերևա, եթե ես պետք լինեմ, ես նահանջելու եմ կամ գնալու եմ քաղաքական թոշակի, ես ինքս չէ, բայց հանգամանքների բերումով եթե այդպես ստացվի, թող այդպես ստացվի, եթե չէ, ուրեմն ես իմ ակտիվությունը պահպանելու եմ ինչքան որ հնարավոր է։ Այսինքն նաև կա նախադրյալ, որ խորհրդարանում չլինելով ակտիվ քաղաքականություն անեք։ Այդքան ակտիվ չի լինում այդ ժամանակ բնականաբար, բայց եթե ժամանակը գա որ սահմանադրության հետ կապված դիրքորոշումները, չգիտեմ, անկլավների հետ կապված կամ աստվածաշնչի նորից ասում եմ փախստականների հետ կապված, այդ ժամանակ որոշակի մեր ակտիվությունը մենք մեր դիրքորոշումը անպայման կհայտնենք եւ մեր համակիրներին կդիմենք, կհանդիպենք եւ այլ։ Հասկանալի։ Ու նաև քանի որ ամիսներ առաջ թե 1 տարի առաջ ձեր գիրքը հրապարակեցիք, հա, շարունակություն ունենալու է։ Գիրքը չգիտեմ։ Ստեղծագործական աշխատանքը, քաղաքական ստեղծագործական կամ հիշողությունների մեմուարների հետ կապված ունենալու է։ Կարող է պիսի հանգամանքներ լինեն, որ այո, բայց չի մտնում այդպես հանգամանքներ լինեն, որտեղ ես իմ ավելի շատ բան ակտիվ գործընթացներ։ Գիրքն էլ դե բանը, այսպես կոչված ճիչ էր, հոգու ճիչ էր եւ անցյալի վրա գնահատական հետադարձի անցյալ եւ այսօրերը եւ ապագայի հետ կապված ինչ-որ հարցեր այդ կոնտեքստում դա ծնվեց դրա անհրաժեշտություն առաջացավ թե որ ասեմ ես բանը ինչ-որ գրով դառնամ կամ բան դառնամ այդպեսի տրամադրություններ չունեմ։ Գրող չէ, ուղղակի հաշվի առնելով փորձը առավել եւս որ 87-88-ից քաղաքականության մեջ եք հիշողությունները նկատի ունեի։ Շատ հավանական է, բայց չեմ որոշել, շատ հավանական է։ Հասկանալի։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, ձեզ հետ ռադար զրույցներ։ Բարին ընդ ձեզ։